Multiplication, ողջույններ, իմ փոքրիկ բարեկամներ։ Ինչու՞ միայն փոքրիկ։ Սիրելի մեծեր եւ փոքրիկներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ու սոցիալական հաղորդումն է ձեզ ողջունում մուլտաշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Իհարկե, ձեզ նաև ողջունում է այս տեսախցիկի ետևում գտնվող մեր ժամապահ բարի Քերի ողջույն։ Քերին նաև ձեզ է ողջունում, Քերին այսօր բարի է, մեզ երկար եթերային ժամանակ կտա, քանի որ լիքը անակնկալներ ունենք ձեզ համար։ Դուք ձեզ սպիտակ թղթիկները, գունավոր մատիկները պատրաստ պահեք, քիչ հետո կասեմ, թե սիրելի փոքրիկներ, ում ենք նկարելու, ինչ նոր մուլտիպլիկացիոն հերոսի։ Տեսեք, Քերի Մուլտիկնիկը ստեղծել է մի հերոսի, որին անվանել է Պոնչո Սանչո։ Իր օգնականն է Քերի Մուլտիկնիկի։ Եվ ես ուզում եմ կախարդական խոսքով, որպեսզի նա հայտնվի մեր տաղավարում, ծանոթացնեմ, այսուհետ նա միշտ Քերի Մուլտիկնիկի հետ կլինի։ Հատկապես կլինի Քերի Մուլտիկնիկի տաղավարում, երբ որ Քերի Մուլտիկնիկին շատ գործեր ունի, մուլտաշխարհի հերոսների մոտ է գնացել, գուցե նա ձեզ զբաղեցնի։ Դե ինչ, ուզում եք ծանոթանալ իմ նոր բարեկամի Քերի Մուլտիկնիկի օգնականի հետ։ Հիշում եք նրա անունը, լավ, Պոնչո Սանչո, Քերի Մուլտիկնիկի օգնականը։ Իսկ մեր շատ սիրելի Պոնչո Սանչոն, որպեսզի հայտնվի Քերի Մուլտիկնիկի տաղավարում, ինչ ենք ասում։ Ասում ենք կախարդական խոսքը։ Պատրաստ։ Ալ Պուլդա։ Ահա, ողջույն։ Ողջույն։ Ինչպես եք։ Շատ լավ։ Դուք ինչպես եք, Քերի։ Շատ լավ եք։ Ծանոթացեք, մեր Սանչո Պոնչոն է սիրելի փոքրիկներ։ Քերի Մուլտիկնիկի օգնականը։ Հիշում եք, չէ՞, երբ Քերին ասում էր, որ շատ շուտով Վանաձորի տեխնիկային թատրոնում կհանդիպենք ձեզ հետ սիրելի փոքրիկներ, դուք ներկա կգտնվեք ամանորյա հեքիաթ, երաժշտական հեքիաթ ներկայացման։ Դա երբ է լինելու, Սանչո։ Դեկտեմբերի 24-ից 30-ը, ուղիղ ժամը 12-ին, 14-ին եւ 16-ին Վանաձորի տեխնիկային թատրոնում։ Սիրով կսպասենք։ Այո, տեղեկությունների համար, տոմսերի եւ տեղեկությունների համար կարող եք զանգարել 033 04 12 44 հեռախոսահամարով։ Այնտեղ կլինեն մեր հեքիաթ ներկայացմանը, կլինի Սանչոն, Քերի Մուլտիկնիկը, դեռ շատ սիրելի ձմեռ պապը, կախարդները, ավազակները, մարդակերունները եւ այլն։ Սանչո, իսկ մենք էլ ինչ հետաքրքիր անակնկալ միջոցառում ունենք փոքրիկների համար արդեն դեկտեմբերի 14-ին։ Այո, դեկտեմբերի 14-ին տեղի կունենա Քերի Մուլտիկնիկի ամենամյա 15-րդ մրցանակաբաշխություն։ Այո, սիրելի փոքրիկներ, դեկտեմբերի 14-ին ես, Սանչոն եւ ձմեռ պապը ձեզ հրավիրում ենք Բոհեմ թատրոն, ուղիղ ժամը 18-ին մասնակից լինելու Մուլտիկնիկ 2025 ազգային, մանկապատանեկան, երաժշտական, ամենամյա 15-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը։ Դե ինչ սպասում ենք ձեզ։ Սանչո, ժամանակն է, որպեսզի ինչ որ հերոս նկարենք, հերոս։ Սովորեցնենք մեր փոքրիկներին այդ մուլտիպլիկացիոն կերպարին հեշտ դյուրին ձևով նկարել։ Իսկ այդ հերոսը ով է։ Իհարկե, ես։ Ես մտածում եմ ուրիշ հերոս նկարել։ Քերի, ախր ինձնից լավ հերոս, ինձ թվում է որ չկա աշխարհում։ Լավ սիրելի փոքրիկներ, քանի որ մենք ծանոթացանք մեր Պոնչո Սանչոյի հետ, Քերի Մուլտիկնիկի օգնականի, ես կփորձեմ ձեզ հետ միասին նկարել հենց մուլտիպլիկացիոն Պոնչո Սանչոյին։ Պատրաստ եք։ Քերի, դու պատրաստ ես։ Ահա, ձեր տեսախցիկով պատրաստ եղեք։ Տեսեք իմ լավ բարեկամներ։ Դե իհարկե, այդպես ամբողջովին շատ նման չենք նկարի, կնկարենք մուլտիպլիկացիոն քո կերպարը։ Պատրաստ ես։ Նկարենք, վերջացնենք։ Հետո ներկելուց ինձ կօգնես գույներով, թե ինչ գույնով ներկենք։ Այո։ Այո։ Շատ պատրաստ սիրելի փոքրիկներ։ Սկզբից բարակ մատիտով կնկարենք սև։ Հետո նոր մուգ հաստ սև մատիտով կընդգծենք Սանչոյին։ Ոչ թե Սանչոյին, այլ Սանչոյին։ Դե տեսեք ինչ ենք անելու իմ լավ բարեկամներ։ Սանչո, դու էլ հետևի։ Հետո ինձ մատիտները կտաս գունավոր։ Այո։ Մենք սկսելու ենք սիրելի փոքրիկներ, քիթիկից, աչքերից, բերանիկից, հետո գլուխ, հետո Սանչոյի լայն եսր գլխարկը, նոր լայն եսր հագուստը։ Պատրաստ ենք։ Տեսեք ինչ ենք անում, սիրելի փոքրիկներ։ Երկու ձվաձև փոքրիկ կլորիկ աչքեր եմ նկարելու։ Իրար կողքին։ Քանի որ մեր Սանչոն մի փոքր միամիտ է, բայց բարի, նրա աչքերի սևիկները կիսալուսնաձև եմ նկարելու։ Այսպես 1, 2, բա, հետո քիթիկը ավելի հեշտ ձևով եմ ձեզ սովորեցնելու նկարել։ Աչքից կոր գծիկ ենք անում, այսպիսի մի քիթիկ ենք նկարում։
հետո ժպտացող Բերանիկը Սանչոյի, ներքևի շրթունքը, տեսեք արդեն աչքերը, քիթիկը, Բերանիկը կա։ Ունքեր կտանք մուլտիպլիկացիոն, այսպես ու այսպես։ Սանչոյի գլուխը կնկարենք, խելացի գլուխը, այսպես ուշադրություն, վերևից ճակատային մասից սկսում ենք, հետո այտերն ենք նկարում, եթե նկատում եք, մեր Սանչոն մի քիչ կերած խմած է, ականջը, էլի այտերը, ականջին խորություն եմ տալու, իսկ գլխին լայն եզր, գլխարկ, այսպես ուշադիր եղեք, սիրելի փոքրիկներ, լայն եզր գլխարկն ենք նկարում Սանչոյի, այսպես, շատ լավ է Սանչո, որպես մուլտիպլիկացիոն կերպար շատ լավ է ստացում։ Շնորհակալություն։ Հավանում ես։ Շատ։ Հիմա շապիկը կնկարենք, տաբատը իր ամրակներով, նոր կոշիկները, լավ, այսպես, այստեղ օձիկ, տաբատի ամրակներն եմ նկարելու, կոճակներով, մեկ, ամենակարևորը ես ձեզ ուզում եմ հեշտ սովորեցնել նկարել մեր հետարքիր բարի, իքչել միամիտ, Սանչոյին, կոճակները նկարեցիք, ապրեք, այստեղ օձիքը նկարել ենք, ուսերը, տաբատը շարունակելու ենք, այստեղից, փորիկը կերած խմած մեր Սանչոյի, հոպ, հոպ, ոտքերը տաբատի, թևիկները, դուք գրպանել ունեք, հա Սանչո, Այո։ այստեղ տաբատի թևիկները նկարեց քերին, այստեղ էլ, հիմա կոշիկները մուլտիպլիկացիոն, մի քիչ այս ձևով եմ սովորեցնում, Սանչո, իսկ դու նկարել գիտես։ Մի փոքր։ Մի փոքր, մի այսքան, մի պտղունց, այսպես կան։ Այստեղ քո գրպանը նկարենք։ Շապիկը կշարունակենք։ Երևի թե աջ ձեռքը կախենք։ Խտիկի համար էի մտածում այսպես։ Աջ ձեռքը մի քիչ պարզենք դեպի աջ, հա։ Այսպես։ Բութ մատիկը, մուլտիպլիկացիոն 3 մատիկները իբրև բրունցք։ Լավ կերպար է ստացվում, Սանչո։ Այստեղ հատակը կառանձնացնենք։ Ժամանակ ունենք, բայց շատ արագ պետք է ընդգծեմ մուգ սև մատիտով, հետո սկսենք ներկել, հա։ Դուք պատրաստ եք։ Տեսեք, վերևից սկսում եմ հաստ սև մատիտով ընդգծել, գլխարկից ենք սկսում։ Իմիջիայլոց ընդգծելուց հետո ձեր հերոսը ավելի ակտիվ կերևա, որպես մուլտիպլիկացիոն կերպար։ Դուք եք ընդգծեք նկարելուց հետո, սիրելի փոքրիկներ, այսպես, անցնում ենք տաբատին, հետո կոշիկներին։ Կարծում եմ դուք շատ կսիրեք քերի մուլտիկնիկի օգնական Սանչոյին, նա շատ բարի է ու երեխաներին շատ է սիրում։ Այո, շատ եմ սիրում երեխաներ։ Հիմա ստվերը ոտքերի տակ կանենք դեպի ձախ։ Կանցնենք աջակողմյան հատվածին, էլի ընդգծեցինք, ականջը, այտերը, ձեռքը։ Եվ մեր Սանչոն, կարող ենք ասել, որ պատրաստ է։ Այսպես, այսպես, ամրակներն էլ ընդգծեմ, վերջ, շատ լավ է, հիմա ինչ Սանչո կտաս, նարնջագույն և դեղին մատիկները, Շատ որպեսզի սիրելի փոքրիկներ ներկենք դեմքը, ձեռքերը, հա, իբրև մարմնագույն, Սանչո, ուր է նարնջագույնը, ահա, սա ինչ գույն է, Սանչո, դեղին։ Վայ, սա կանաչ է, Սանչո, երեխաներին հարցրու։ Հա, երեխաներ, սա կանաչ է, չէ։ Հա, ճիշտ է։ Դեղինը, Սանչո։ Հիմա գիտես ինչ ենք անելու, Սանչո։ Դեղին։ Բացը դեղին մատիտը։ Ապրես, ապրես Սանչո, արևի գույնը։ Այո։ Նայեք, իմ փոքրիկ բարեկամներ, նարնջագույն մատիտով ուղղակի կլորացնելու եմ դեմքը աջակողմյան հատվածից, այտերը, հետո կոպերն եմ ընդգծելու, աչքերը որպեսզի սպիտակ մնա։ Մենք մարմնագույն էլ կարող ենք ներկել, բայց քանի որ մուլտիպլիկացիոն կերպար է, մեր Սանչոն նաև հետարքիր հերոս է, հետագայում կտեսնեք ներկայացման մեջ, մեր մրցանակաբաշխության ժամանակ։
Դուք դեռ իմ արկածների մասին չգիտեք, երեխաներ։ Դե, գուցե այցելեն Վանաձորի տեխնիկային թատրոն քո արկածների մասին այնտեղ կիմանան։ Այո, այո։ Այսպես։ Ես մի քիչ կկլորացնեմ այդը, այսպես։ Կընդգծեմ ականջները, հետո թևիկները ծախակողմի հատվածից կլորացնելու եմ ձեռքը։ Տեսաք, ապրեք, հիմա ծախ ձեռքը ներքևի էլի ծախակողմի հատվածից։ Նարնջագույն մատիտը տալիս ենք Սանչոին։ Օ, սպիտակ թողված մասերը արդեն դեղին մատիտով ներկելու ենք իմ փոքրիկ բարեկամներ։ Այսպես։ Թող գունեղ լինի մեր Սանչոն։ Ճիշտ է, հագուստը այնպես կներկենք, ինչպես հիմա նա հագնված է։ Տաբատը իր ամրակներով կարմիր։ Շապիկի վրա երևի թե գծիկներ շակա։ Օ, արդեն նա պատրաստ է։ Շատ տաղանդավոր տղա։ Տեսեք, եկեք տաբատը ներկենք, քանի որ կարմիր մատիտը մեր ձեռքում է։ Ընդգծում ենք պատկերները, իմ փոքրիկ բարեկամներ, եւ սկսում ենք ներկել։ Մյուս անգամ երևի թե քեզ թուղթ ու մատիտ տամ, Սանչո, որպեսզի քերի մուլտիկնիկի հետ հավասար նկարես։ Գուցե քեզ մոտ էլ ստացվի, հա։ Շատ լավ միտք է։ Հիմա տես, Սանչո, պատկերը ընդգծում ենք, նոր ենք ներկու, որպեսզի գծիկներից դուրս չգանք։ Հիմա տաբատը ամբողջովին ներկում ենք, կարող եք ձախակողմի հատվածը ավելի մուգ ներկել, գրպանն էլ կարող եք մի քիչ առանձնացնել մուգ կարմիր մատիտով։ Ձախ տաբատի թևիկը ու արդեն մնացածը թույլ երանգով, որպեսզի կլորությունը ապահովենք մեր կերած խմած Սանչոին։ Համիջալուց ձեզ ասեմ, Սանչոն շատ է սիրում շաքարակլոր, չէ Սանչո։ Այո, այո։ Էլ ինչ է սիրում։ Ադիբուտի եմ շատ սիրում։ Օրինակ, ախր ես շատ բաներ եմ սիրում։ Եթե ուտելու հետ կապված է, նա ամեն ինչ սիրում է, հատկապես պաղպաղակ, բայց ձմեռը չի կարելի։ Արդեն շուտով ձմեռ է, պաղպաղակ չի կարելի։ Տես, ինձ տալու ես, Սանչո, շագանակագույն մատիտը, որպեսզի գլխարկդ ներկենք, հետո քո շապիկի գծիկները։ Շագանակագույն։ Այո։ Շագանակագույն։ Շոկոլադի գույն, այ դու տա։ Հա, շոկոլադի գույն։ Ահա, լավ կհասկանա։ Ուտելու մասին է խոսքը։ Ապրես, Սանչո։ Եկեք մեր Սանչոյի գլխարկը ներկենք։ Լայն ես էլ գլխարկը։ Ավարտում ենք։ Կարծում եմ մեր եթերային ժամանակը կբավականացնի, որպեսզի ավարտենք այս աշխատանքը։ Դուք էլ սիրելի փոքրիկներ, այս նկարը նկարեք եւ ուղարկեք քերի մուլտիկնիկին։ Գուցե նաեւ մեր Սանչոյի համար պատմություն հորինեք։ Հիմա ես շապիկի գծիկները կանեմ։ Այսպես։ Այսպես։ Հետո թևիկի վրա կանենք։ Ես մի քիչ արագ եմ նկարում, գիտես ինչու Սանչո։ Ինչու։ Որպեսզի մեր եթերային ժամանակը բավականացնի եւ նկարելու, եւ խոսելու, եւ անակնկալներ մատուցելու համար։ Շապիկն էլ պատրաստ է։ Շատ լավ։ Կարմիր մատիտով ձեր կոշիկները կներկենք։ Այսպես։ Դիմային մասը սպիտակ եմ թողնելու իմ փոքրիկ բարեկամներ, ու այսպես լավ է։ Մարգագետինը ներկելու են կանաչ։ Հա, կանաչ, հասկացա։ Կանաչ մատիտով։ Արդեն հասկացա։ Գծիկից ներքև Սանչո։ Ներկում ենք կանաչ, սպիտակ թղթիկը նաև ճնշում ենք, որպեսզի քո տաբատը մուլտիպլիկացիոն ավելի լավ երևա։ Այսպես ու այսպես։ Լավ, որպեսզի երկար ժամանակ ունենք, մենք երկար ժամանակ ունենք, ես եթերային ժամանակը տեսնում եմ, որ շատ լավ է։ Ինձ տուր բաց կապույտ մատիտը։ Տես, վերևի հատվածում Սանչո, մենք կարող ենք բնություն նկարել քո տնակը, անտառ, ինչ ուզեն փոքրիկները։ Բայց ես մեր եթերային ժամանակը ճիշտ օգտագործելու համար մենք սպիտակ թղթիկը ուղղակի կապույտ մատիտով կճնշենք, ձեր հերոսը, սիրելի փոքրիկներ, Սանչո, ավելի արտահայտիչ նկարից կփոկվի եւ կկենթանանա։ Օպ։ Դե բաց կապույտը։ Այո, հիմա։ Ապրես, Սանչո։ Դուք եք սիրելի փոքրիկներ, եթե ցանկանում եք ձեր մանկական երևակայության այնտեղ անտառ նկարել, գուցե մեր Սանչոյի խրճիթը նկարեք։ Իդեպ, ես շատ եմ սիրում ծովեր եւ օվկիանոսներ։ Կարող եք նաեւ ծովեր եւ օվկիանոսներ նկարել։ Ետևի մասում նկարեք ծով, գուցե Սանչոն օվկիանոսի ապրում է հենց հիմա նկարի մեջ։ Նկարեք մեր հերոսին, հորինեք մի փոքրիկ պատմություն եւ ուղարկեք քերի մուլտիկնիկին։ Ես խոստանում եմ լավագույն պատմության հեղինակը
նկարի հեղինակը կհայտնվի մեր տաղավարում, կծանոթանա անձամբ Սանչոյի հետ։ Իմ հերոս Սանչո։ Նկարը ավարտեցինք, իմ փոքրիկ բարեկամներ։ Կարող ենք այստեղ արևել նկարել, մի քիչ թող տաքանա, չմրսի Սանչոն։ Այսպես։ Թեկուզ նա ձմեռ ավելի շատ է սիրում, քան ամառ։ Գուցե նոր տարին է պատճառը, հա, Սանչո։ Այո, քանի որ նոր տարուն մեր սեղանները առատ են եւ լի։ Տելու մասին։ Լավ։ Հիմա սիրելի փոքրիկներ, Տիրան, վարպետի հետ եմ, քերու հետ եմ։ Ծանոթացեք նորից։ Իմ լավագույն բարեկամ Պոնչո Սանչոն։ Ապրես։ Այսուհետ միշտ քերի մուլտիկնիկին նա կօգնի, թե հեքիաթ ներկայացումներում, նույնիսկ մեր մրցանակաբաշխության ժամանակ։ Խոստանում ես, չէ՞, որ ինձ օգնես այնտեղ։ Այո, խոստանում եմ, քեր։ Ապրես Սանչո, հիմա էլ ծանոթացեք մուլտիպլիկացիոն Սանչոին։ Քերի ո՞նց է։ Լավ է, ապրեք։ Դե ինչ իմ լավ բարեկամներ, նորից մեր փոքրիկ հայտարարությունը։ Ուրեմն, Սանչոն, քերի մուլտիկնիկը եւ ձմեռ պապը բոլորիդ հրավիրում են Վանաձորի տեխնիկային թատրոն դեկտեմբերի 24-ից 30-ը, ուղիղ ժամը 12-ին, 14-ին եւ 16-ին դիտելու ամանորյա հեքիաթ ներկայացում։ Ամանորյա կախարդական վրձինը։ Շատ հետաքրքիր է լինելու իմ փոքրիկ բարեկամներ։ Բոլորիդ հրավիրում ենք։ Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 033 04 12 44 հեռախոսահամարին։ Դե եւ տոմս գնելու եւ տեղեկությունների համար։ Այո։ Իսկ մենք Երևան քաղաքի փոքրիկների համար ինչ անակնկալ ունենք պատրաստած։ Ուրեմն, դեկտեմբերի 14-ին Բոհեմ թատրոնում ուղիղ ժամը 18:00-ին տեղի կունենա Մուլտիկնիկ 2025 ազգային մանկապատանեկան երաժշտական ամենամյա 15-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը, որտեղ բարձր գնահատանքի կարժանանան տաղանդավոր փոքրիկ երգիչ-երգչուհիները, պարային խմբերը, երգչախմբերը, կրկեսային արտիստները եւ այլն եւ այլն։ Ամենակարևորը Սանչո, մեզ հյուր է գալու այդ օրը։ Ձմեռ Պապը։ ապրես, ժամանակն երաժշտի։ Քերին ասում է վերջ, եթերային ժամանակը ավարտվում է։ Մենք կանգնում ենք այստեղ։ Մենք նորից կհանդիպենք սիրելի փոքրիկներ։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։ Կասենք ողջույն։ Ամեն շաբաթ երկու շաբթի խոսք ես տալիս, չէ՞, գալ ինձ մոտ։ Այո, քեր, խոսք։ Հիմա ասում ենք կախարդական խոսքը, մենք կանետանանք, պետք է գնանք մուլտաշխար, կհանդիպի քերի մուլտիկնիկը ձեզ հետ։ Վաղը հաջորդ հաղորդմանը։ Ինչ ենք ասում կախարդական խոսքը հիշում ես։ Ասեմ։ Ասա։ Այլ բուլտա։